Հարգարժան մեր բժիշկ Ֆրանսիայում գործող արդեն բավական հաջողություններ ունեցած նյարդաբան բժիշկ Մանվել Աղասարյանին Միանալով հայ ժողովրդի համաժողովրդական շարժմանը մենք նաև հարկ ենք համարում նշել ներկայիս Հայաստանում տիրող ինֆորմացիոն բլոկադը, որտեղ ժողովուրդը չի կարող տեղյակ լինել իրական դեպքերից, կարծիք կազմել իրականության մասին, դիտելով հեռուստացույցը եւ մնացած բոլոր լրատվամիջոցները։ Վերջինս նաև մասամբ վերաբերվում է եվրոպական եւ շատ արտասահմանյան լրատվամիջոցների։ Եվրոպական հսկողության կոմիտեի անդամների կողմից հայաստանյան ընտրությունները գնահատվել են մեծ մասամբ համապատասխանող ներկա օրենսդրությանը, բայց իրականում այդ ընտրությունները անցել են խայտարակ բռնություններով եւ անցկացվել են ժողովրդի կարծիքը բռնանալու ճանապարհով, կարծիքին բռնանալու ճանապարհով։ Միակ ինֆորմացիայի աղբյուրը ներկայումս համարվում է ինտերնետային էջերում գտնվող տեսախցիկներով նկարահանված միջոցառումները եւ հոդվածները։ Ուստի հարկ եմ համարում մեր ցույցի մասնակիցների կողմից, որոնց թիվը վստահ եմ գնալով կավելանա ոչ միայն Փարիզում, այլ նաեւ եվրոպական մնացած երկրներում հայտարարել, որպեսզի եւ Փարիզյան եւ եվրոպական լրատվամիջոցները արտահայտեն ավելի լիովին Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը։ Այս շարժումը ոչ թե օպոզիցիոն շարժում է, այլ համաժողովրդական։ Այս շարժումը ոչ թե որևիցե մեկ նպատակ ունի, այլ դա ազատության եւ ինքնասիրության խնդիր է։ Արդեն հաղթել ենք։ Իդեպ նշեմ ինչ էի ուզում նշել իդեպ